Ես երկու օր առաջ տեսա այդ բանը ռիլը որ կար բանը դիսկուսի իրական պատմական ու Արծրուն Հովհաննիսյանին որ տեսա ինձ համար ամեն ինչ ընկավ տեղը այդ մեծ բանը որ ասում եք այլ բանը ստախ точно ուրեմն հիմա որ ասում եք մեծ որպես մեծ հայքի բնակիչ դες տավուշից եմ չէ մեծ հայքի բնակիչ եմ հիմա այդ մեծ հայքում ես ապրել եմ այդ որ Ադրբեջանն եք հանձնել այդ մեծ հայքում պատմամշակութային հուշարձանների տեղը հատիկ գիտեմ ու որ ասում ենք այդ մեծ հայքը սխալ օրինակ եք բերում էլի այդ մեծ հայքը շոշափել է եղել ճակերտավոր մեծ հայքը որ ուզում եմ դուք հասկանաք այդ ինչ ա եղել էլի ու որ այստեղ ասում ենք այդ քարտեզների համար ուզում եմ ես մի հատ էլ հարց տամ այդ հարցին էլ կպատասխանեք այդ որ ասում եք քարտեզները որ քարտեզների հիման վրա սահմանազատման սահմանագծման գործընթացը կում պատահական չեմ ասում որովհետև դա թե խորթային միություն մտնելու ժամանակահատվածում ա եղել հայկական թե Հայաստան նորանկախ Հայաստանի Հանրապետության ժամանակ ա եղել հայկական ամեն ինչով հայկական կրկնում եմ պատմամշակութային հուշարձաններից գերեզմանից կոթողներով հանդերձ ու դրա փոխարեն պարոն Միրզոյան մենք զիջելով որևէ մի բան չենք ստացել այդ ժամանակի ես լավ հիշում եմ հիմնավորումները որն էր Եվ մտահոգությունս հենց դրանից է հիմնավորումն էր որ չանենք կլինի պատերազմ ես դրա համար եմ ասում դեժավյու այն մոտ անընդհատ չանենք կլինի պատերազմ ու անընդհատ ես մի հատ օրինակով բերեցի բայց այդ օրինակները բազում են շատ են Եվ պետք չի անընդհատ այս առումով մանիպուլացնել մեր հասարակությանը, որ մենք այս իշխանափոխությունը լի զենքները ձեռից գնալու ենք ու իմիջիալոց նաև հմեկնա Պետրոսի գլխավորությամբ անընդհատ այդ թեզ առաջ տանում, այսա զենքները վեկալու ենք գնանք Թուրքիայի հետ պատերազմ անենք, ասենք բա այդ հողերը հետ ենք ուզում, այդ շատ պրիմիտիվ է, էլի այդ ամեն ինչը, պետք չի հասնել դրան Չէ մենք ասում ենք մենք Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է մենք արժանապատիվ ապրենք, խաղաղ ապրենք։ Եվ այդ առումով Ադրբեջան նույնը չի ուզում։ Եթե նայում ես Ադրբեջանի մամուլը, Ադրբեջանի իշխանավորների ամենօրյա խոսույթը, ասում եք մենք պետք է համարժեք լինենք, չէ՞։ Նախագահ, վարչապետ չի ասել մենք հավակնություններ ունենք, բայց իրենք սաղորն ասում են մենք հավակնություն ունենք։ Այս փոխեք, այն փոխեք, այս արեք, այն արեք ու հետո դրա վերջը ո՞րն է դրա վերջը այն է որ մենք զիջումներով մենք բանան եմ էլի փորձեմ ձևակերպել բանը միտքս որ ինչի համար է մեր այս ամբողջ պայքարը որ մենք ի վերջո չզիջելով չդիմադրելով այդ իմունիտետը չունենալով մենք հերթական էլի պահանջները բավարարելով Մենք այլևս մի քանի տարի հետո կամ մի քանի ամիս հետո ես չեմ ուզում այհեցակ ասեմ բայղուշական բաներ ասում մենք շատ լուրջ հետևանքներ ունենանք շատ լուրջ հետևանքներ ունենանք այսօր մտահոգ են մարդիկ այսօր քաղաքացիներ որտեղից դուրս են գալի ոտքով քայլում են ամեն քայլափոխի մարդիկ այդ հարցն են տալիս մեզ հիմա ամփոփելով խոսքս էլի հա ամփոփելով խոսքս Ուրեմն մենք պետք է ֆիքսենք նախ այս պահանջները անհատնելի են որովհետև նորից նշեցի կես ժամ հետո նորից էլի նոր պահանջներ ա ներկայացում Ադրբեջանի կողմից Ադրբեջանը այն պետությունը չի որին կարելի է իր ասածների ընդհանրապես մի բառին անգամ հավատալ ինքը բազմաթիվ անգամներ դա արել է Բազմաթիվ անգամներ խախտելով պայմանավորվածությունները դա Արցախում ա եղել դա հիմա է տեղի ունենում ու տենց շարունակ ու դուք պետք է այդ համարձակությունը ունենաք այդ համարձակությունը պետք է ունենաք ես լնեի ձեր իշխանության տեղը ես լնեի իշխանության այդ համարձակությունը կունենայի կասեի ես այլևս որպես իշխանություն սպառված եմ ի վիճակի չեմ հարցը այն չէ որ մենք գանք այդ չի ընդհանրապես խնդիր մենք կարանք չգանք էլ չլնենք էլ հարցը չի բայց դրանից հետո պետք է Հայաստան մնա բայց դուք պահում եք ձեր աթոռները
զիջելով մեզ համար կենսական նշանակություն ունեցող եւ տարածքներ եւ սկզբունքային հարցեր։ Այդ բանը տեսեք Եվրոպայում կամ այդ ձեր ասած ամփոփում եմ խոսքս, այդ երկրներում ամեն մի հատ պրիմիտիվ բանի հիմար մարդիկ հրաժարականներ են տալիս։ Իսկ դուք այսքան զիջում եք տեղն էլ ներկայացնում, որ սա փառավոր հաղթանակ է, փառավոր։ Մեկնաբանություն չունեմ բացի նրանից, որ պարոն Դանիելյան ճիշտ հակառակը մենք մեր իշխանությունը ծառայեցնում ենք այդ թվում եւ գիտեք անձնական վիրավորանքների, բանի, միշտ չի որ մեր հանդեպ կոռեկտությունը պահվում է անձնապես եւ այլն։ Մեր իշխանությունը ծառայեցնում ենք միայն եւ միայն նրա համար ձեր բառերը օգտագործելով հետո Հայաստանի Հանրապետություն լինի։ Մի հատ էլ իմ կողմից եմ ասում, չնայած դե վարչապետ ավելի հաստատ ավելի շատ անգամ ասեմ, որ պահին որ ժողովուրդը ճուզի մենք լինենք իշխանություն, մենք չենք լինի։ Իսկ դուք գիտեք թե դուք ժողովրդի անունից եք խոսում։ Ժողովուրդը մի քանի ձև ունի։ Ամենաճիշտ ձևը ընտրություններն են, դրանից հեռու չենք մոտ մի տարի մի քիչ ավել ժամանակ մնաց, մինչև ընտրություններում էլ ձևեր կան։ Եթե դա դրսևորի կդրսևորի, բայց կներեք պարոն Դանիելյան, միայն ասենք չգիտեմ լավ շարունակեմ, այլ մեկնաբանություն չունեմ։